Ուզում ես որևէ գործողություն անել, բայց չունես տրամադրություն, այ շատ անգամ ինձ գանգատվում եմ, որ շկուհի տրամադրություն չունեմ, որ որևէ գործողություն անեմ։ Ես ձեզ ասեմ, հարգելիներս, որ շատ անգամ անհրաժեշտ է պարզապես գործել առանց նայելու տրամադրությանը։ Այո, առաջնահերթությունը պետք է լինի փոքրիկ քայլ անելը, որովհետև այստեղ վտանգ կա, որ դուք կընկնեք պաթոգենետիկ օղակի մեջ, որը հետևյալն է, որքան չեք գործում, այնքան ավելի վատ է տրամադրությունը, եւ որքան ավելի վատ է տրամադրությունը, ավելի քիչ է ցանկությունը էլի նոր գործողություն անելու, եւ այս օղակը այնքան է պատտվում դեպի ներքև, մինչեւ կարող է տանել մարդուն մեկուսացման, այսպես ասած։ Եվ այո, տագնապային եւ դեպրեսիվ խանգարումների մեջ կարող է լինել այս սիմպտոմը, բայց կարող է լինել նաեւ առողջ անձանց մոտ։ Եվ հետեւաբար ես ձեզ առաջարկում եմ վարքային ակտիվացման գաղափարը, որը իրենից ենթադրում է հետեւյալը. դուք չեք սպասում տրամադրությանը կամ հավեսին, այլ պարզապես կատարում եք ձեր պլանավորածի մի փոքրիկ հատվածը առաջիկա, բաժանեք մի 10 քայլի եւ արեք ընդամենը առաջի 1/10 մասը, եւ դուք կտեսնեք, որ ավելի լավ էր, այո, քայլել այդ 10 քայլը, քան պարզապես մնալ տանը փակված, սպասելով, որ այդ տրամադրությունը գա։ Եվ հետեւաբար, հարգելիներս, տրամադրությունը երբեմն գալիս է ոչ թե գործողությունից առաջ, այսինքն ոչ թե երբեմն, այլ շատ հաճախ գալիս է ոչ թե գործողությունից առաջ, այլ գործողությունը ավարտելուց հետո։ Եվ դա բացատրություն ունի, որովհետև երբ որ մարդը ավարտում է պլանավորած գործողությունը, գլխուհեղում շատանում է էնդորֆինների քանակը, որը բավարարվածության մեջ հորմոնն է, ու բնականաբար իր հետ զուգահեռ բարձրացնում է տրամադրությունը։ Եվ այսպիսով առաջնահերթություն դարձրեք փոքրիկ գործողություն անելը, եւ դուք կտեսնեք արդյունքը։